Բարև ձեզ հայ ժողովուրդ, բարև ձեզ հարազատներ, բարև ձեզ հայ պատրիոտներ, զինվորներ, սերժանտներ, սպաներ և գեներալներ, բարև ձեզ ակադեմիկոսներ, բարև ձեզ արվեստի և ինտելիգենցիայի մարդիկ, ես ուզում եմ ներկայանամ, իմ անունը Տիգրան, ազգանունս Գրիգորյան, հայրանունս Հեկտորի, գտնվում եմ այս պահին Երևանում, ներկայացնում եմ միջազգային կառույց, որի անունը Գվարդիական Աստղ, Գվարդիան դա ռուսական անուն չի, մենք շատ հաճախ մեր ունեցվածքը տալիս ենք, Տիգրան Մեծը, երբ որ պարֆյանների հետ պատերազմի ժամանակ պատերազմում էր, պարուրին, իր ադյուտանտին, այսօրվա լեզվով ասեմ, ասեց մեզ զոր կա պետք, և պարուրը գնաց կողքի գավառներից ձիավորներ բերեց, ու երբ որ գալիս էին իրանք այնքան շատ էին, որ սենց թոզ ու թուման դուրս եկավ, Տիգրան Մեծը ձիի վրա բարձրանալով ասեց գավառը ձիու վրա, այդ օրվանից ստացվավ Գավարդիա, ու խոսքը ունի տաշվելու ունակություն, ու առաջի հայկական գվարդիան ստեղծել է, առաջի միջազգային գվարդիան ստեղծել է մեր հայ թագավոր Տիգրան Մեծը։ Ինչ է նշանակում աստղ, ես մեկնաբանեմ, որտեղ որոշ մարդկանց մոտ Գվարդիական աստղը հնչում է որպես ռուսական սիմվոլ, որտեղ սասունցի Դավիթ չի, սասունցի Դավիթ ունենք, մենք չպետք է կրկնենք այն ինչ որ ունենք, աստղ, ինչ է նշանակում աստղ, յուրաքանչյուր աստղ, որ դուք դիտում եք երեկոյան, աստղերը դա արևներ են, այնպիսի արև, ոնց որ մենք ենք արևային համակարգ, մոլորակները այդ աստղերի շուրջ, որ ֆռում են, չեն երևում, որտև իրանք լուսավորություն չունեն, այսինքն յուրաքանչյուր արև դա աստղ է, իսկ մենք հայերս արևապաշտ ենք, չնայած այս դարաշրջանում մենք ընդունել ենք քրիստոնեություն, բայց մենք ցեղակրոն հայ ազգ ենք, Տրդատ առաջինին պետք է դնել հուշարձան, նա ընդունել է քրիստոնեությունը միայն նրա համար, որ հայ ժողովուրդը առճակատմամբ չգնա, եղել են ջրապաշտներ և կրակապաշտները եկել են պարսիկներից, պարսիկները գրավեցին մեր առաջի հայկական մայրաքաղաքը, որի անունը եղել է Հետսոս, միջազգային ակադեմիական աշխատանքների մեջ դա կոչվում է հետական թագավորություն, հետանոսների թագավորություն, մեր ակադեմիկոսները տարբեր գանարարներով և տարբեր ռուսերեն խոսքելով զադանյա ստացած իրանց ակադեմիչսկի աշխատանքներն են կատարել, որ մեր ժողովրդին շեղեն, առաջի մեր մայրաքաղաքը Հետսոսն է, Հետսոսում ապրում են հեքսոսները, Աբովյանում ապրում են աբովյանցիները, երբ որ կիրը գրավեց մեր հետսոսական թագավորությունը, ժողովուրդը հանեց բալանին և տվեց, ասելով ան կիր, ան, ու այդ օրվանից հեքսոսական թագավորության հեքսոս քաղաքը դառավ անկիրա։ Եվ Տրդատը ջրապաշտությունը, ոնց որ Ռուսաստանում պատկերացնում եք, բոլշևիկները և մենշևիկները իրար հագան, իրար սպանեցին, նույնը մեր մոտ էր կատարվում, երբ որ Գրիգոր Լուսավորիչը եկավ, ջրապաշտները, կրակապաշտները մեծ վիճաբանության մեջ են, որն ավելի կարևոր, և Տրդատը որոշեց և կայացրեց որոշում, որ ստեղծում են քրիստոնեական ժառանգություն, որի մեջ մտցնելու են բոլոր հետազոտական տեսքերը, և առաջինը յուրաքանչյուր եկեղեցի քրիստոնեական պիտի կառուցվի և օրհնած է համարվում թագավորի կողմից և թագավորն է դառնում կաթողիկոսը, դա հանել են, դա եղել է արևապաշտության դարաշրջանում, դա եղել է սկզբնական, որը 300 տարին կորցրել են իրենք, և կառուցվում է
եկեղեցիները հետանոսական գմբեթների վրա, հետանոսական այսօրվա լեզվով ասած հիմքի վրա։ Երկրորդը ջրապաշտները ու կրակապաշտները միանում են տոնակատարությամբ, տրնդեզով, կրակի վրայից թռնելով եւ ջուր իրար վրա շաղտալով, բարթեվարով։ Երրորդը մատաղնա ոչ մի քրիստոնեական հավատների մեջ չկա մատաղ, իսլամի մեջ կա։ Այսինքն, եթե դու ուզում ես մի բանի հասնես, դու ինչ-որ մի բան մատաղ անես, դու ունես մեքենա, ուզում ես շորեր կարես, մեքենա ծախում ես, կարի մեքենաներ ես առնում, կարում ես, հարուստանում ես, առնում ես ավելի լավ մեքենա։ Ինչ-որ մի բան մատաղ ես անում։ Բայց եթե այդ բանը մատաղ անես, գնաս կներես ռեստորանում, ասենց հայերենով ասեմ, կայֆավատ անես, ոչինչ չի ստացվի։ Մատաղ հենց այդ ատրիբուտիկան, որ անում ես, դա սիմվոլիզմ է, մեջի դրածն է խոր իմաստ։ Դա էլ ասենք շատ մեծ դժվարությամբ են հայ առաքելական եկեղեցին ընդունում, նույնիսկ մոմերը չեն ուզում վառեն, առանձնացրել են մոմակատարությունը, կրակը, լուսավորությունը, լուսավորիչ, Լուսիֆերին սարքել են սատանա, Լուսիֆերը նույն լուսավորիչն է, դա էլ են թաքցնում։ Թաքցնում են իրանց մեդալները, շքանշանները, վերջի 500 տարին ումից են ստացել։ Լավ, դա թեմայի մեջ չի մտնում, կներեք շեղվեցի։ Չորրորդը նա է հայ ժողովուրդ, որ կնոջ ու տղամարդու մեջ լինում է, ոնց որ ասում է, սայուզ, հա, այդ յուրաքանչյուր քրիստոնեական հավատների մեջ կա դեմոկրատական սկզբունք, ասենք, Մարիա согласно ты взять жены, ասենք, համաձայն ես ամուսնանալ, ընդեղ խոսքի Վալոդի հետ, ասում այո, համաձայն եմ, Վալոդ համաձայն ես կին վերցնես Մարիային, այո, համաձայն եմ, այսինքն հավասարություն է, մեր մոտ թագավորական սկզբունքները շարունակություն են տալիս, եւ հայ տղամարդուց հարցում են, դու տեր ես, ասում այո, կնոջը հնազանդ ես, այո, կինը կարա հնազանդ լինի իր տղամարդուն, եթե տղամարդը իրեն տեր է, ու հայ հետանոսական ժամանակաշրջանում տղամարդը կարար ունենար այնքան կին, ինչ կանի ինքը կարար տեր կանգներ, կանայք համաձայնվում էին եւ հնազանդվում էին այդ մտքի հետ, այսինքն դա իսլամն է ընդունում, իսլամը ու քրիստոնեությունը նույն արմատն ունեն, դրանք ադամական են, ադամական հավատք է, երկուսն էլ, եւ քանի որ քրիստոնեությունը եղել է ավելի շուտ, դա առաջի դասարանն է, քրիստոնեության երկրորդ էտապը, որ ինքը պետք է իսլամ դառնա, դա է իսկականը, հայ ժողովուրդ, դա ձեզանից թաքցնում են, որովհետև Մուհամմեդը ասել է, ես ձեզ ճանաչում եմ եւ ձեր Իսային եմ ճանաչում, բայց դուք էլ ինձ պիտի ճանաչեք, ու եթե դուք ինձ չեք ճանաչում, դուք արժանանում եք, որ ձեզ պիտի գլխատեմ, դա նման է, ասենք, հասարակ լեզվով եթե բացատրեմ, եղբայր, ես քեզ ճանաչում եմ եւ քեզ ընդունում եմ, բայց եթե դու ինձ չես ճանաչում ու ինձ չես ընդունում, ես իրավունք ունեմ քո գլուխը կտրեմ, այսինքն հայ ժողովուրդը կամ պիտի մուսուլման դառնա, կամ պիտի պատրաստվի մուսուլմանական երկրներից գլխատվելու, իսկ մենք շրջապատված ենք 200 միլիոն Պակիստանում, որը ունի միջուկային զենք, Թուրքիան, Սիրիան, մենք ամբողջովին շրջապատված ենք մուսուլմանական աշխարհով։ Լավ, իդեպ է, կամաց ուզում եմ, որ դուք որոշ բաներ հասկանաք։ Չորրորդը, ասեցի, 5-րդը, վերջում խաչը, որ դնում են, արև է եղել, մեր գմբեթների վրա, արև է եղել է արձաններ, ասենք, Մհիրի խրամը, Անահիդի խրամը, պատկերներ են եղել, ստատուետկեք և արևներ, և խաչը դա փագում է,
Դրդատն ասում է խաչը փայգեց մեր արևը։ Դրա համար հայկական խաչը եկեղեցիների վրա հետևից արևն է, արևն էլ են կամաց քչացնում։ Եվ վերջինը խաչքարերը, մեր արև խաչը, այս որ ես սիմվոզիկ կրում եմ, մեր հայկական զինանշանն է, ասա կուդն է, մեջը հավերժությունն է, 8 հաստեղը դա նշանակում է մեր բալանին հայկական խաչքարերի վրա վերևում պիտի լինի արևը։ Եթե նկատեք, մեր հավերժությունը խաչի ոտերի տակ են գցել։ Շնորհակալություն ուշադրության համար, առայժմ այսքանը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժերի հետ պատրաստ եմ հանդիպել, որոնք ուզում են մեր հայկական պետությունը լինի սուվերեն, հզոր, իսկ Տիգրան Մեծի քարտեզը մենք չենք կարող ունենանք, քանի որ մեր մտածելակերպը շատ կներեք, ստրկական է, տեսություն ձեզ։